մեծարգո արժե փոխխոսնակ, հարգարժան պատգամավորներ, ձեզ ենք ներկայացնում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ խաղային գործունեության եւ հարակից օրենքների փաթեթով առաջարկող փոփոխությունները բովանդակային առումով երաստիճան պաշտպանության մեխանիզմ ենք առաջարկում ներդնել այն խնդիրը, որ այս ընթացքում իդենտիֆիկացրել ենք եւ փորձել ենք այս փաթեթով հասցեագրել հետեւյալն է on-line կազինոները, on-line խաղատները, խաղային գործունեությունը on-line տիրույթում դարձել է ու տարի դառնում է գերհասանելի, քանի որ զարգանում է նաեւ տարբեր բջջային հավելվածներ, զարգանում է on-line տիրույթում օգտատերերի գրագիտությունը եւ հասանելիությունը on-line ծածկույթի մեծացման պայմանավորված եւ ըստ էության ստացվում է այնպես, որ ցանկացած անձ ունենում է շատ մեծ հասանելիություն այս կամ այն on-line խաղի։ Այս ամենով պայմանավորված առաջ է եկել նաեւ նոր մարտահրավեր, այն է ապօրինի on-line խաղատների գործունեությունը Հայաստանի Հանրապետության ինտերնետ տարածքում։ Եվ եթե ֆիզիկական խաղատների դեպքում, ֆիզիկական առկայության դեպքում այդ իրավախախտումների բացահայտումը եւ կանխարգելումը որոշակիորեն ավելի հեշտ եւ փորձված գործիքակազմ ունենք դա անելու համար, on-line տիրույթում այդ նույն բանը անելը բավականին դժվար է, հաշվի առնելով, որ Հայաստանում չունենք ինտերնետի սահմանափակման գրեթե որևէ էական նորմ։ Եվ այս օրենսդրության ներդրմամբ հենց դա ենք փորձում հասցեագրել, ըստ էության առաջին կտորով սահմանափակում են գովազդի տարածումը ինտերնետ տիրույթում, ընդ որում առանձնացնելով այն on-line գովազդի հարթակները, որոնք հիմնական գովազդատուներն են հանդիսանում, դրանք միջազգային ճանաչում ունեցող օրինակ Google Ads գովազդային հարթակներն են եւ իմպերատիվ կերպով արգելում են գովազդել խաղային գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Երկրորդ կարևոր փոփոխությունը, որ անում ենք, դա անկանխիկ գործարքների հետ կապված որոշակի սահմանափակումներն են եւ այսպիսով չենք թույլ տալու մեր վճարաշրջանային համակարգով եւ մեր ֆինանսական համակարգով կատարել գործարքներ ապօրինի խաղատների հետ կապված։ Մեր ֆինանսական համակարգը իհարկե այժմ էլ աչալորձ է եւ որոշ դեպքերում կանխարգելում է, բայց կարծում ենք, որ ստեղ եւս անելիք ունենք։ Եվ երրորդ իհարկե կարևոր կտորը դա հենց բուն ինտերնետում հասանելիության սահմանափակումն է տվյալ նշված ապօրինի կայքերի կստեղծվի հատուկ սև ցուցակ, որի շրջանակներում հնարավոր չի լինի մուտք գործել սև ցուցակում հայտնված կայքեր։ Եվ այս գործընթացը կարվի բավական օպերատիվ կերպով այսօր ունենք որոշակի կարգավորներ, սակայն կարգավորները բավականին ծանր են, բյուրոկրատիան շատ է եւ այդ պարագայում շատ դժվար է արձագանքել պատշաճ ձևով ինտերնետ տիրույթում տարածվող նշածս վտանգներին։ Այսքանը, եթե ավելի մանրամասն քննարկման հարցեր չեն կարող մենք։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր